Աշխարհում ամենախոշոր միջեկեղեցական կառույցը եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մայիսի վերջին համաժողով է կազմակերպում նվիրված Արցախում հայկական ժառանգությանը։ Համաժողովը կկայանա Շվեյցարիայի Բեռն քաղաքում, եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնակայանում։ Եվրոպայի կարևորագույն քաղաքներից մեկում կայանալիք համաժողովին մասնակցելու եւ իր օրհնության խոսքն է հղելու նաեւ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Կրոնի ազատություն, հայ հոգեվոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանությունը Արցախում խորագրի ներքո համաժողովը կանդրադառնա Արցախում հակամարտության հետևանքներին, Արցախի հայկական ժառանգության, ժողովրդի իրավունքների եւ արցախահայության հետագա անվտանգության հիմնահարցերին։ Համաժողովին շուրջ 150 մասնակից է ներգրավված։ Նման մասշտաբի հավաք կազմակերպելու միտքը ամենայն հայոց հայրապետինն էր։ 2023 թվականի սեպտեմբերին, երբ տեղի ունեցավ Արցախի ողջ բնակչության բռնի տեղահանությունը, այդ օրերին Սուրբ Էջմիածնում հյուրաբար գտնվում էր եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլայը իր շքախմբով, եւ նա ականատես եղավ այդ ամբողջ ողբերգության։ Եվ բնականաբար այդ օրերին մեր ողջ հայ ժողովուրդը մտահոգված էր եւ բեափառ հայրապետն էլ իր հերթին հայտնելով իր ցավը եւ մտահոգությունները տեղի ունեցածի առթիվ նաեւ առաջարկ ներկայացրեց, որպեսզի եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանձնառու լինի եւ կազմակերպի մի մեծ համաժողով, որը նվիրված կլինի Արցախի հոգեվոր ժառանգության պահպանությանը, Արցախի ժողովրդի իրավունքներին եւ նաեւ պատանդառնված եւ գերեվարված մեր հայրենիների իրավիճակի, նրանց ազատ արձակման խնդրին եւ այլն։ Երրորդյա համաժողովը գիտական եւ փորձագիտական քննարկումների եւ զեկուցումների հարթակ կդառնա։ Կարծրացվեն նաեւ աշխարհում տեղի ունեցող նույնպիսի հակամարտությունները եւ դրանց հետևանքները։ Հրավիրված են բոլոր եկեղեցիներից ներկայացուցիչներ, միջեկեղեցական, միջազգային կառույցների ներկայացուցիչներ եւ պետք է բարձրացվեն մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Արցախին, նաեւ Հայաստանին։ Բնականաբար սա շատ ուրախալի է եւ մխիթարող է, որ քրիստոնեական այդ մեծ ընտանիքը, որը ներկայացված է եկեղեցիների համաշխարհային խորհրդում, ներկա պիտի լինի եւ զանազան մասնագետներ պետք է խոսեն, ներկայացնեն այս խնդիրը, ինչպես նաեւ առաջարկեն լուծումներ։ Մայիսի սկզբին եկեղեցիների համաշխարհային խորհրդի փոխմոդերատորներից Վիգեն arczepiskopos Այքազյանը համաժողովին ընդառաջ ուղերձ է հղել, որում մասնավորապես նշում է, որ հակամարտություններից տուժածների ձայնը չպետք է անտեսված մնա։ Մենք մեր աչքով տեսանք Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառած խորվիշտը, 100,000-ից ավելի մարդ հարկադրված լքեց նախնիների հողը։ Ոչ միայն հողն է կորսված, այլև նրանց պատմությունը, մշակույթը, ինքնությունը։ Անարդարությունն ավելի խորացավ համաշխարհային հանրության լռության պատճառով։ Մարդկային արժանապատվության եւ կրոնական ազատության սկզբունքներով առաջնորդվող դիվանագիտությունը կարող է հարթել համակեցության ճանապարհը։ Որպես Քրիստոսի հետևորդներ պետք է հարցնենք ինքներս մեզ, իսկ որն է մեր դերն այս ամենում։ Խաղաղությունն սկիզբ է առնում սրտի կերպափոխումով, բայց այն պետք է արտահայտվի նաև հանրային վկայությամբ։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը միջեկեղեցական ամենակարևոր կառույցն է աշխարհում։ Այն իր մեջ ներառում է հարյուրավոր եկեղեցիներ, միլիոնավոր հավատացյալներ, որոնք այդ խորհրդի մաս են կազմում իրենց եկեղեցիների միջոցով։ Կառույցը հնչեղ ու կարևոր ձայն ունի միջազգային ասպարեզում։ Որոշումները կայացնելիս, նաև երբ որ հարցը կրոնական կամ եկեղեցական որևէ խնդրին է առնչված, բնականաբար նաև խորհրդակցում են այնպիսի կառույցների հետ, ինչպիսին եկեղեցիների համաշխարհային խորհուրդն է, որ ունի իր մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառույցներում։ Բնականաբար այս կոնֆերանսին ներկայացված իրավաբաններ, իրավապաշտպաններ, պատմաբաններ, մշակութաբաններ իրենց զանազան տեսանկյունից պետք է ներկայացնեն Արցախին առնչված խնդիրները եւ լուծումները ավելի համակողմանի պետք է ձևավորվեն, բնականաբար, որովհետեւ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ պետք է հավաքվեն եւ միասնաբար պիտի քննարկեն այն բոլոր խնդիրները, որ պատուհասել են Արցախին եւ Արցախի ժողովրդին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հայր Գարեգին Վարդապետ Համբարձումյանը Արցախի մշակութային ժառանգության եւ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը բազմիցս ներկայացրել է միջազգային խոշոր հարթակներում եւ հնչեցրել հայ եկեղեցու դիրքորոշումը, տեղեկացրել խնդրի մասին։
դեռևս խնդիր ունենք պատշաճ կերպով տեղեկատվության տարածման։ Մարդիկ շատերը մտածում են, թե ամբողջ աշխարհում մեծապես տեղյակ են Արցախից, Հայաստանից, բայց անգամ բարեկամ երկրներում դեռևս մասնագետներ եւ գիտնականներ եւ խնդրով առնչված, նմանատիպ խնդիրներով առնչված մասնագետներ դեռևս տեղյակ չեն ամբողջապես այս խնդրին։ Եվ բնականաբար մեծ առաքելություն է նաեւ զուտ տեղեկատվության, ճիշտ ճշգրիտ տեղեկատվության տարածումը։ Մենք գիտենք, որ հակառակ ճամբարում բնականաբար Ադրբեջանը զանազան կերպերով կազմակերպում է որևէ բան չխնայելով պատմաշինարարությամբ է զբաղված, տեղեկատվության տարածմամբ եւ այլն, որտեղ ոչ միայն հայկական ժառանգությունը չի նկատվում որպես հայկական, այլ նաեւ յուրաքանչյուր փորձ արվում է, որպեսզի հայերի ներկայությունը Արցախում, պատմական ներկայությունը Արցախում հերքվի։ Եթե իրականացված ոճիրը չի դատապարտվում, վտանգ կա, որ այն կկրկնվի։ Եթե Արցախում շարունակվի հայկական ժառանգության ոչնչացումը, վերանան վանքերն ու եկեղեցիները, Արցախը կներկայացվի պատմականորեն ոչ հայկական։ Միջազգային հանրության ներգրավումը այսօր չափազանց կարևոր է փաստագրական, վավերագրության առումով, որովհետև այսօր մեծապես անհրաժեշտ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ նմանատիպ այլ կառույցներ մուտք գործեն Արցախի տարածք, իրականացնեն մշտադիտարկում, իրականացնեն փաստագրական առաքելություն, որի միջոցով կերևա, թե այսօր ինչպիսի իրավիճակում են գտնվում մեր եկեղեցիները, վանքերը, որպեսզի նախնական վիճակը եւ հետո վիճակը դյուրությամբ կարելի լինի տեսնել եւ արձանագրել այն բոլոր վայրագությունները, որոնք տեղի ունենում ընդդեմ մեր ժառանգության։ Այս առումով կարծում եմ, որ միջազգային մի շարք կառույցներ, ինչպես Caucasus Heritage Watch կամ միջազգային այլ կառույցներ, որոնք իրականացնում են արբանյակային դիտարկումներ եւ այլն, մեծապես նպաստում են այսօր, բայց եթե լինի ուղղակի այցելություն անկախ միջազգային փորձագիտական խմբերի կողմից, սա առավել պիտի նպաստի, որ մեր ժառանգությունը պահպանվի եւ չքանդվի, չոչնչացվի։ Հերմինե Հակոբյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն ընդունեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եկեղեցականների վերապատրաստման դասընթացներին մասնակցած հոգևորականների 19-րդ խմբի անդամներին։ 2023 թվականից ի վեր Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած շուրջ 400 հոգևորականներ Գարեգին առաջին կրթական կենտրոնում մասնակցել են երեքշաբաթյա այս դասընթացներին հոգևոր կյանքին վերաբերող արդի թեմաների ուսումնասիրությունից ու քննարկումներից զատ հոգևորականները հնարավորություն են ունեցել ապրել միաբանական կյանքով, մասնակցել ժամերգություններին, նորոգել իրենց ուխտն ու զորանալ Մայրաթորից բխող օրհնությամբ։ Գարեգին առաջին կրթական կենտրոնի եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եկեղեցականների վերապատրաստման ծրագրերի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ամփոփելով ծրագրի ընթացիկ փուլը անդրադարձավ դասընթացների հոգևոր օգտակարությանը։ Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց ամենայն հայոց հայրապետին ծրագրի եւ մասնակից հոգևորականների նկատմամբ հայրական հոգացության համար։ Սա 15-րդ խումբն է, մայիս ամսուն հավաքված, ավասիկ 3 շաբաթ է, որ մեր քահանահայրերը կմասնակցին մեր ամենօրյա ծրագրի մեջ, ընդհանրապես առավոտը կսկսի անշուշտ աղոթքով, ապա 2 դասախոսություններ, կեսօրեն վերջ կբաժանվին խումբերու քննարկման համար, ուր իրենք կարտահայտեն իրենց մտահոգությունները, իրենց հարցումները, որ գրավոր կփոխանցվի մեզ, ապա Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որովհետեւ ըստ այլմ ծրագիրներ պատրաստվին ապակայի մեր քահանաները հովության առաքելության համար։ Վեհափար հայրապետը բարձր գնահատեց Վահան Սրբազանի եւ վերապատրաստման ծրագրերի փոխտնօրեն Տեր Շնորհ Աբեղասարքսյանի նախանձախնդրությունը դասընթացների կազմակերպման գործում։ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ դասընթացները հաջորդ փուլում կկազմակերպվեն ըստ տեսական եւ գործնական աստվածաբանության թեմատիկ ուղղությունների, մերօրյա մարտահրավերներին եւ հոգեվոր սպասավորության արդի պահանջներին համապատասխան։ Յուրաքանչյուր հոգեվորականի համար հոգեշահ եւ մեծ օրհնություն է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում լինելը եւ հատկապես Սփյուռքում ծառայող հոգեվորականի համար եւ վերապատրաստման այս դասընթացները լավագույն հնարավորությունն էր ծանոթանալու նախ շփվելու տարբեր երկրներում ծառայող հոգեվորականների
տարբեր տարիքի հոգևորականների, տարբեր փորձառության տեր հոգևորականների եւ մենք ունեցանք դասընթացներ, որոնք վերաբերում էին հովվական կյանքին, քարոզխոսությանը, Սուրբ գրքին եւ ինչու՞ չէ նաեւ հայ եկեղեցու արչեւ ծառացած արդիական խնդիրներին եւ մարտահրավերներին։ Այս աշխարհի մեջ մարտահրավերները շատ են եւ մենք պետք է շատ ուժեղ լինենք եւ այդ ուժը մենք միայն Մայրաթոր Սուրբ Էջմիածնից կարանք ունենալ եւ հապար հայրապետից ուրիշ տեղից հնարավոր չի։ Քահանայի ծրագիրը առաջիկա 2 ամիսներում թաթար վիդեարն է, քանի որ մենք կպատրաստվենք այս անգամ թիմավորելու մեր երիտասարդները, մանավանդ Սփյուռքից, Ռուսաստանից, Վրաստանից, Եվրոպայից, Միացյալ Նահանգած Ամերիկա, Կանադա, Ավստրալիա եւ այլն, եւ այս երիտասարդական ծրագրի նպատակն է մեր երիտասարդներուն մխրջել մեր մշակույթի մեջ, մեր եկեղեցու ավանդության մեջ, գլխավորապես իրենց սովորեցնելով մեր մայրենի լեզուն, հայերեն լեզուն։ Հանդիպման վերջում վեհապար հայրապետը քահանա հայրերին պատգամեց կոչման բարձր գիտակցությամբ եւ անվերապահ նվիրումով շարունակել ծառայությունը եկեղեցուն, ազգին եւ հայրենիքին։ Ծրագրի մասնակիցների հաջորդ խումբը կձևավորվի ամռան ավարտին։ Լիաննա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը մայիսի 21-ին Գիտությունների ազգային ակադեմիայում 16 դրամաշնորհ տրամադրեց հայաստանցի գիտնականներին։ Յուրաքանչյուր գիտական խումբ $7,500 ստացավ։ Գիտնականները հետազոտություններ կանցկացնեն ֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի, կենսաբանության, նանոտեխնոլոգիայի, նյութագիտության, կենդանաբանության, կենսաքիմիայի, հասարակական գիտությունների եւ պատմության ոլորտներում։ Ֆիզմատ գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանի ներկայացրած նախագծով փորձելու են հաշվարկային մեթոդներով մոդելավորել նոր նյութեր։ Մի ոլորտը դա մարդկոսներն են։ Հիմա մարդկությունը որպես այդպեսի մինչև 2030 թվականում ունենալու է խնդիր, քանի որ ժամանակակից մարդկոսային տեխնոլոգիաները արդեն սահմանափակվում են, քանի որ այն նյութերը, որոնք օգտագործվում են մարդկոսներում, իրանք էլ են սահմանափակ, մասնավորապես լիթիումը, որպես հիմնական իոն, կամ մետաղները, կոբալտը, նիկելը, մանգանը, որոնք օգտագործվում են կաթոդներում, իրանք թանկարժեք են եւ սահմանափակ են։ Հիմա եւ այդ նույնիսկ այդ տեսանկյունից էլ եթե նայենք, լիթիումն էլ իր տեխնոլոգիան սահմանափակելով մարդկոսների ունակությունը, էներգիա տարողունակությունը, դրա համար մեծ այսպես շարժում կա գիտնականների, որ փորձեն ինչ-որ ձև այդ նյութերը փոխարինել այլ նյութերով, որպեսզի ընդլայնել մարդկոսների հնարավորությունները։ Մի ուղղությունը դա փոխարինել լիթիումը նատրիումի իոններով եւ մյուս ուղղություններից մեկը այդ էլեկտրոլիտները փոխարինել բինմարմնային նյութերով եւ կաթոդը, որը ամենաթանկարժեքն է համարվում, որտեղ իր մեջ ամենաշատ տարբեր մետաղները կան, փոխարինել օրգանական նյութերով, բինմարմնային օրգանական նյութերով։ Կենսաբանական գիտությունների թեկնածու Լուսինե Դանիելյանի ղեկավարած գիտական խումբը մանրեաբանական հետազոտության է ենթարկում մայրական կաթը։ Կարողացել ենք անջատել շատ կարևոր կաթնաթթվային բակտերիաները, որոնք շատ հեռանկարային են։ Այս տարվա դրամաշնորհ շրջանակներում շարունակելու ենք աշխատանքները այդ շտամները, որոնք անջատել ենք մայրական կաթից, որոնք ունեն շատ ուժեղ պրոբիոտիկ հատկություններ, ուզում ենք այդ շտամներով փորձարկել ոչ կենդանական, այլ բուսական կաթում նրանց մերման արագությունը եւ փորձել այլընտրանքային ֆունկցիոնալ սննդի ստեղծում երեխաների եւ մեծերի համար։ Հայաստանում հայտնվել են առանց պատյանի իսպանական խխունջներ, որոնք շատ վտանգավոր են գյուղատնտեսության համար։ Ինչպես են այդ խխունջները հայտնվել մեր երկրում եւ ինչպես օգտակար լինել գյուղատնտեսությանը։ Այս հարցերի շուրջ աշխատելու է կենդանաբան Մերի Արզումանյանի ղեկավարած աշխատանքային խումբը։ Իրենք կողունջներ են, այսինքն չունեն խեցիներ եւ այդ տեսակը կոնկրետ ինքը կարմիր վառ գունավորում ունեցող տեսակ է, որը որ ներգրաված է Եվրոպայի 100 վտանգավոր ինվազիվ տեսակների շարքում, այսինքն նա ուտում է ամեն ինչ, կարող է նույնիսկ կանիբալիզմով զբաղվել, այսինքն սնվել իր նույնիսկ իր
նույն տեսակի առանձնյակներով, շատ ագրեսիվ տեսակ է, որը որ մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը եւ եթե շատ սոված լինի, այսինքն եթե ուրիշ սննդի հնարավորություն չունենա, կարող է նույնիսկ սնվել այլ փապկամարմիններով կամ խխունժներով, այդ իսկ պատճառով ինքը վտանգավոր է։ Վտանգավոր է նաև, քանի որ չունի բնական թշնամիներ, այսինքն չկան այլ կենդանիներ, որոնք կարող են իրենով սնվել եւ այսպես ասած կանխարգելել իր հետագա տարածումը եւ ինքը գերադասում է տաք բնակլիմայական պայմաններ, իսկ հաշվի առնելով ներկա կլիմայի փոփոխությունները, Հայաստանը նույնպես դառնում է իր համար բավականին լավ միջավայր տարածվելու։ Երվանդ Թերզյանի անվան գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի միջոցով Հայաստանի գիտնականներին դրամաշնորհ տրամադրվում է 2000 թվականից։ Հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ Հայօգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը ներկայացրեց կառույցում իրականացվող ծրագրերը, իսկ կրթական ու գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը ծանոթացրեց գիտական խմբերին։ Ավանդաբար միշտ դիմումների քանակը չի պակասել, այս տարի եւս 129 դիմում առաջարկ է եղել գիտական խմբերի կողմից եւ 16 հաղթողներ են ճանաչվել, լավագույն աշխատանքներ են ճանաչվել 16 գիտական աշխատանքներ, դրանցում ընդգրկված կլինեն 60 գիտնականներ։ Տարբերությունը նրանում է, որ անցյալ տարվանից սկսած յուրաքանչյուր գիտական դրամաշնորհ 5000-ից դարձել է $7500։ Ճիշտ է, այս գումարով մեծ, լուրջ գիտական առաջընթաց դժվար է գրանցել, բայց որ հետազոտական աշխատանքները, նոր մտքերը, նորարարությունը կարելի է առաջ տանել, դա անկասկած է։ Հաղթողներին ընտրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող փորձագիտական հանձնախումբը։ Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի տրամադրած դրամաշնորհներից բացի այս տարի 3 գիտական խմբեր արժանացել են Երամյան ընտանիքի կողմից սահմանված պրոֆեսորներ Արամ Չոբանյանի եւ Ներսես Գրիգորյանի անվան մրցանակների, կենսատեխնոլոգիայի, նանոտեխնոլոգիայի, ֆիզիկայի եւ մեխանիկական ինժեներիայի ոլորտներում ուսումնասիրություն իրականացնելու համար։ Անցած 25 տարիների ընթացքում հիմնադրամի հետազոտական խորհրդին ներկայացվել է 3566 դիմում առաջարկ, դրամաշնորհներ են ստացել 622 գիտական խմբեր։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Մայրաքաղաքի սրտում գործող հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը ՀՀՄ կենտրոնական գրասենյակը ամիսներ շարունակ պատրաստվում է հուլիսի 2-ից 7-ը կայանալիք համահայկական ուխտագնացությանը։ Այս տարի այն հոբելյանական է, կառույցը նշում է հիմնադրման 25-ամյակը։ ՀՀՄ այս տարիների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ապրող հազարավոր երիտասարդների համար համագործակցության կամուրջ է դարձել։ Նպաստել է աշխարհասփյուռ հայ երիտասարդության ներուժի համախմբմանը։ Հայ առաքելական եկեղեցում յուրաքանչյուրս մեր թեմերում մեր գործունեությունն ենք ծավալում, ամեն մեկս առանձին տեղերում, իսկ ՀՀՄ համախմբում է բոլորիս, կազմակերպելով տարբեր սեմինարներ յուրաքանչյուրիս համար մեր մասնագիտական գիտելիքների զարգացման, ամրապնդման, կրկին նշեմ, հարաբերությունների կառուցման։ Տարիներ առաջ ՀՀՄ-ին անդամագրված երիտասարդներից շատերն այժմ կայացած մասնագետներ են եւ հայ եկեղեցու թեմերի տարբեր կառույցներում պաշտոններ են զբաղեցնում, նպաստում ու աջակցում են հարազատ կառույցի գործունեությանը։ Ամեն անգամ Շիրակի թեմում, երբ որ մենք նոր ծրագիր ենք անում, ես հիշում եմ, թե ես որպես երիտասարդ ինչպիսին էի ՀՀՄ-ում, ինչ էի ուզում տեսնել այնտեղից, ինչ էի սովորում եւ այդ գիտելիքները, այդ փորձը եւ փորձում եմ հիմա փոխանցել մեր նոր երիտասարդներին Շիրակի թեմում։ ՀՀՄ գործում է ամենայն հայոց հայրապետի տնօրինության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո։ Կառույցն իր գործունեության տարաբնույթ ծրագրերով նպաստում է հայ երիտասարդի մեջ հոգևոր ու ազգային արժեքների զորացմանը, խթանում հայրենաճանաչողությանն ու ինքնության պահպանությանը։ Առաջին անգամ առնչվելով ՀՀՄ-ի հետ հասկանում ես, որ աշխարհի տարբեր երկրներում կան քեզպես երիտասարդներ, ովքեր նույնպես ակտիվ են համայնքային, ծխական կյանքում, ունեն կամ քեզպես կամ այլ մարտահրավերներ, դա տալիս է ուժ
քանի որ գիտակցում ես, որ դու միայնակ չես քո համայնքում։ Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ համահայկական ուխտագնացության ընթացքում հուլիսի 2-ից 7-ը մոտ 300 երիտասարդ Հայաստանից եւ Սփյուռքից կմեկտեղվի հայրենիքում։ Հայտադիմումներն արդեն լրացված են, կազմակերպչական բազմաթիվ հարցեր լուծման ընթացքի մեջ։ Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Բարձունք հասարակական կազմակերպությունը մայիսի 21-ին հյուրընկալեց Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանին։ Ամեն չորեքշաբթի այս սրահում բանախոսության են հրավիրվում տնտեսության, պատմության, քաղաքագիտության, արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ Բարձունքում հյուրընկալեցին Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանին առողջ երկիր խորագրի ներքո զրուցելու հայ ընտանիքների ժամանակակից հիմնախնդիրների ու լուծումների մասին։ Մասնագիտությամբ ծրագրավորող Տիգրան Արեգունին Բարձունք հասարակական կազմակերպության առաջնորդող խորհրդի անդամ է։ Նա ներկայացրեց թեմաների շրջանակը՝ հայկական ընտանիքի պատմական դիտանկյունն ու ժամանակակից պատկերը, ամուսնալուծություն, ծնողական խնամքի բացակայություն, թվային կախվածություն, էմոցիոնալ կապի խզում, աշխատանքային գերծանրաբեռնվածություն, միջսերնդային կոնֆլիկտներ, սեռական խնդիրներ, պատերազմի եւ տեղահանությունների ազդեցությունը ընտանիքների վրա, քրիստոնեական արժեհամակարգը եւ հայ առաքելական եկեղեցու առաջարկած լուծումները։ Ամուր ընտանիքի ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարել կարողացող ընտանիքի կառույցը ձևավորելու համար կներեք, որ այդպես ասեմ, բայց եկեղեցուց փախուստ չունեք։ Բոլոր խնդիրները ի վերջո լուծման իրենց ճանապարհները գտնում են հավատքի, քրիստոնեական ընկալումների դաշտում։ Սա է պատճառը, սա է հիմնական ասելիքը, որ այսօր պիտի փոխանցեմ։ Տեր Մարկոսն ասում է, որ մեր ժամանակներին բնորոշ շատ խնդիրների բախվում է նաև իր ընտանիքի ներսում։ Որպես ամուսնացյալ քահանա, անշուշտ ես էլ ընտանիք ունեմ եւ զավակներ ունեմ, փառք Տիրոջ, եւ ինչպես մյուս բոլորը, այդպես նաև իմ ընտանիքը դժվարություններից եւ խնդիրներից զերծ չի կարող մնալ։ Մենք իզոլացված չենք ոչ այս հասարակությունից եւ ոչ էլ առհասարակ մարդկության առաջ կանգնած խնդիրներից, բայց գլխավոր սկզբունքը, որ ես ունեմ իմ տիկնոջ հետ միասին իմ ընտանիքի ներսում, դա զրույցն է, խոսքը։ Կա խնդիր, պետք է լինի երկխոսություն եւ դրանով է որ կարող ենք լուծել հարցերը։ Իսկ այդ երկխոսության հրավերը Աստված ինքն է անում։ Հիշեք Եսայի մարգարեությանը, առաջին գլուխը Եսայի մարգարեության, որտեղ որ Աստված մարգարեին ասում է գնա եւ այդ ժողովրդին ասա, եթե դու մեղքեր ունես, որոնք արյան պես կարմիր են, ես դրանք կսպիտակեցնեմ։ Եկեք խոսենք։ Բարձունքը հիմնադրել են հանրային ակտիվ գործունեություն իրականացնող անհատներ։ Նրանց հիմնական մասը 2020-ի Արցախի պատերազմի մասնակից է։ Սա կամավորության սկզբունքով ձևավորված համայնք է շուրջ 200 աջակից անդամներով։ Բարձունքը հիմնադրել ենք 2020 թվականի պատերազմից հետո, այն տեսլականով, որ նախ հասկանանք ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ, ներգրավելով տարբեր մասնագիտական շերտերին քննարկենք ինչպես դա պետք է ունենալ եւ որպես գործիքակազմ ընտրել ենք կրթությունը այդ ինչպիսի երկիր գաղափարի ձևակերպման եւ ինչպես դրան հասնելու ճանապարհի ձևակերպման համար ու նաեւ համագործակցային ուղղությունը բացի կրթական նախագծերից ունենք նաեւ համագործակցային ուղղություն։ Բարձունք հասարակական կազմակերպությունը դպրոցներում իր առաջարկած ձևաչափով ակումբներ է բացում։ Երեխաների հետ աշխատում են մասնագիտական կողմնորոշում, դպրոց համայնք պետություն, մարդ-բնություն կապերի, անձնային աճ ուղղություններով։ Իրականացնում են ամենամյա արահետ լեռնարշավային ծրագիր։ Հայքի շառավիղներ ծրագրով երիտասարդները մասնակցում են քաղաքագիտության, սոցիոլոգիայի, պատմության թեմաներով սեմինարների։ Այս ծրագրերի մասին տեղեկություններ կարելի է գտնել սոցցանցերի էջերում, կայքերում։ Բարձունք կազմակերպությանը կարելի է միանալ նվիրատվություններով կամ մասնագիտական կարողություններով։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Մայիսի 10-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի Սուրբ Նիկողայոս գլխավոր տաճարում բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված հուշակոթող։ Նախաձեռնության հեղինակն ու իրականացնողը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ,
պրոդյուսեր Ռաֆայել Հովանիսյանն է, քանդակագործը Դավիթ Երևանցին։ Ծրագրի գործընկերն է Ամստերդամում Գրիգոր Նարեկացի հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանը, որի բանակցությունների շնորհիվ է ստացվել հուշարձանը տաճարում տեղադրելու թույլտվություն։ Բացման արարողությանը ներկա գտնվեցին քաղաքի Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու ծխի անդամները, ինչպես նաև այլ եկեղեցիների հոգևորականներ եւ հավատացյալներ։ Միջեկեղեցական արարողությանը մասնակցեցին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում հայ եկեղեցու ներկայացուցիչ խաժակ arczepiskopos Պարսամյանը, Հարլեմ Ամստերդամի կաթոլիկ թեմի առաջնորդ Յան Հենդրիքս եպիսկոպոսը։ Այս սրբից բխող հոգևոր ներշնչանքն ու մշակութային ազդեցությունը դժվար է գերագնահատել։ Այս տարի Ամստերդամը նշում է իր 750-ամյակը։ Սուրբ Գրիգոր Նարեկացու կիսանդրին ընդգծելու է քաղաքի եւ հայ ժողովրդի միջև երկարամյա հարաբերությունները։ Առևտրային հարաբերությունները զարգացել են դեռևս 17-րդ դարի սկզբին։ Հայերեն առաջին Աստվածաշունչը տպագրվել է այստեղ 1666 թվականին։ Այս քաղաքում հատուկ հարգանք կար հայերի հանդեպ։ Այն ժամանակ, երբ կրոնական ազատություն այստեղ չկար, քաղաքային խորհուրդը 1714 թվականին թույլատրեց հայերին հիմնադրել իրենց եկեղեցին։ Մենք մեծապես գնահատում ենք այն, որ այս եկեղեցական շենքը նորից ծառայում է որպես հայ առաքելական եկեղեցի 1989 թվականից ի վեր եւ այդքան գեղեցիկ կերպով վերականգնվել է։ Հայաստանը աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդը իր հարուստ պատմությամբ եւ մշակույթով դարերի ընթացքում շատ է տառապել։ Մենք հիշում ենք վերջին ժամանակների տառապանքները պատերազմների եւ հակամարտությունների պատճառով, բայց հատկապես հիշում ենք հայոց ցեղասպանությունը, որը երբեք չպետք է մոռացվի եւ որի հիշատակին այս քաղաքում նույնպես հուշարձաններ են կանգնեցված։ Սուրբ Գրիգոր Նարեկացու կիսանդրու տեղադրումը նաեւ հրավեր է աղոթելու հանուն հայ ժողովրդի եւ ողջ աշխարհի կայուն խաղաղության եւ ազատության։ Միջոցառումն իրականացվել է Հռոմի երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետ հռչակելու կապակցությամբ եւ Նարեկացու հանրահռչակման ծրագրի շրջանակում։ Համահայկական աշխարհագրականի այս նախաձեռնության նպատակն է Նարեկացու հուշակոթողներ տեղադրել աշխարհի տարբեր երկրների գլխավոր տաճարներում, այս կերպ ընդգծելով նրա անձի բացառիկ հոգևոր ժառանգության եւ մատյան ողբերգության գլուխգործոցի նշանակությունը։ Սրբավայրերը միլիոնավոր այցելուների հնարավորություն կտան տեղեկություն ստանալու Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքի եւ գործի վերաբերյալ։ Ռաֆայելն ինձ հետ կիսվեց իր երազանքով տեղադրել նմանատիպ հուշակոթողներ հայտնի կաթոլիկ եկեղեցիներում, տարբեր երկրներում։ Այս ձևով մեր մեծ հայրենակցի նկատմամբ հավատացյալների շրջանում հետաքրքրություն առաջացնելու մտադրությունն աջակցություն ստացավ Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամից։ Նման նախագիծը լիովին համապատասխանում էր մեր հիմնադրամի նպատակներին, մասնավորապես ներկայացնել Հայաստանի պատմությունն ու մշակույթը։ Հիմնադրամն ամեն տարի մեր Սուրբ Հոգի եկեղեցում ավագ շաբաթվա ընթացքում Զատկի նախօրեին կազմակերպում է Նարեկացու մատյան ողբերգության պոեմի ընթերցումներ։ Մենք հրավիրում ենք տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներին մասնակցելու այդ ընթերցումներին, որտեղ նրանք ընթերցում են աղոթքները տարբեր լեզուներով։ 2026 թվականին Նարեկացու 9-րդ ընթերցումները կազմակերպվելու են Սուրբ Նիկողայոս տաճարում։ Խաժակ Սրբազանն իր խոսքում կարևորեց քանդակի հոգևոր նշանակությունը, այն համարելով հիշողության, հավատքի ու հույսի միավորող խորհրդանիշ, մաղթեց, որ Նարեկացու աղոթքները առաջնորդեն եւ ոգեշնչեն քաղաքական ղեկավարներին, որ նրանք լսեն խաղաղության եւ հաշտեցման կոչը, ոչ միայն դադարեցնել հակամարտությունները, այլև արմատախիլ անել ատելությունն ու բռնությունը։ Այժմ աշխատանք է ընթանում Նարեկացու կոթողներ տեղադրելու նաեւ մի շարք եվրոպական երկրների հայտնի տաճարներում։ Ծրագրի մեկ այլ մաս նվիրված է մատյան ողբերգության պոեմի թարգմանությանն ու աշխարհի տարբեր լեզուներով տպագրելուն։ Սուրբ Գրիգոր Նարեկացին ամեն հայի համար բացառիկ հոգևոր արժեք է։ Մեզ համար նա ունի նույն նշանակությունը, ինչ ձեզ համար Ռեմբրանտ վան Ռեյնը, Յան Վերմեերը, Բոսխը կամ Էրասմուս Ռոտերդամցին։ Գրիգոր Նարեկացին ազգային արժեք է։ Իսկ 2015 թվականից, երբ երջանկահիշատակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հռչակեց նրան տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետ, նաև համաշխարհային արժեք։ Առաջին 3 հուշակոթողների պատրաստման եւ տեղադրման ամբողջ գործընթացն ստանձնել է նախաձեռնության հեղինակը Ռաֆայել Հովանիսյանը։ Հաջորդ հուշարձանների ստեղծման եւ արտերկրում տեղադրելու նպատակով նա հրավիրում է համագործակցության բոլոր նրանց, ովքեր համարում են, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին պետք է արժանիորեն ներկայացվի իբրև համաշխարհային հոգևոր եւ մշակութային ժառանգության լիարժեք մաս։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։
թվով 43 շրջանավարտների Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Էռնեկյան հանրակրթական դպրոցի շրջանավարտներ, հարազատներ, ուսուցիչներ, հոգևորականներ մեկտեղվել են Էջմիածնի հայորդյաց տանը նշելու վերջին զանգը։ Շրջանավարտները դպրոցն ավարտում են ձեռքբերումներով եւ բազում սպասումներով։ Ես ապագա իրավաբան եմ, դիմել եմ ֆրանսիական համալսարան, քննություններին եմ սպասում, որ տամ քննություններս, դեռ ժամանակ ունեմ մի քիչ։ Սովորում եմ Էռնեկյանում, արդեն ավարտում եմ ավելի ճիշտ, այստեղ եմ եկել 10-րդ դասարանից, այսինքն այստեղ սովորել եմ ընդամենը 3 տարի, դիմել եմ արդեն ամերիկյան համալսարան, անգլերեն եւ հաղորդակցություն բաժին, հետևաբար հետաքրքրություններս ավելի շատ լեզուների գծով են։ Գլխավոր բանը, որ ձեռք եմ բերել այստեղ, կարելի ասել ընկերությունն է, գիտելիքից զատ բնականաբար, որովհետև գիտելիքը բնականաբար ձեռք էի բերելու, բայց ձեռք բերածս ընկերները վստահ եմ ամբողջ կյանքում հետս են լինելու։ Դպրոցում շատ հոսքեր կան, որոնք մեզ օգնում են ուղղորդվել եւ ճիշտ մասնագիտություն ընտրել։ Ես ընտրել եմ բժշկություն մասնագիտությունը, որում իմ ուսուցիչը մեծ դեր է ունեցել։ Էռնեկյան դպրոցի վերջին զանգը մեկնարկեց աղոթքով ու օրհներգով, շրջանավարտները շնորհակալական խոսքեր ուղղեցին դպրոցի ուսուցչական կազմին, տնօրինությանը, տարբեր տարիների հոգևոր տեսուչներին, կազմակերպություններին, անհատներին, որոնք օգտակար են եղել մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ավարտողները իրենց խոսքը համեմեցին հումորով, ուրախ պատմություններով։ Շրջանավարտներին ողջունեց դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը։ Ստացել են լավ կրթություն, լավ ուսուցիչների շնորհիվ եւ այսօր շատ վստահ ու հանգիստ մտնում են նոր կյանք։ 43-ն են մեր շրջանավարտները եւ իրենց հետ տանում են Վեհապար Հայրապետի օրհնությունը, պարոն Էդուարդ Էռնեկյանի բարերարությունը եւ իրենց ուսուցիչների խիստ դասերը։ Դժվար է էռնեկյանցի լինելը, բայց բոլորս շատ ուրախ ենք, որ էռնեկյանցի ենք։ Էռնեկյան հանրակրթական դպրոցի հոգևոր տեսուչ Տեր Արսեն Քահանա Միրզոյանը վստահ է, որ անկախ ընտրած մասնագիտությունից ավարտողները բարձր կպահեն դպրոցի անունը։ Այսօր մեր համար շատ ուրախալի առիթներից թերևս ամենակարևորն է ուսումնական տարվա մեջ, որովհետև այս պահին մենք հրաժեշտ ենք տալիս մեր սիրելի աշակերտներին եւ աշակերտներին, որոնց հետ որ 12 տարի մեկ հարկի տակ միասին կրթվել ենք, մեկս մյուսից սովորել ենք եւ նաեւ փորձել ենք սովորեցնել, դասի իրակելը ոչ միայն մտքեր, այլ նաեւ հոգիներ, քրիստոնյաներ, որոնք որ պետք է դառնան մեր նվիրակները, մեր դեսպանները արդեն բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ մենք վստահություն ունենք, որ իրենց առավելագույնով պիտի ներկայանան եւ նաեւ բարձր պահեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Էռնեկյան հանրակրթական դպրոցի անունը, որովհետեւ մեր համոզմունքն է եւ մեր ամենօրյա քարոզն է եղել, որ այո, կրթություն ստանալը շատ կարեւոր բան է, անհրաժեշտություն է, իսկ էռնեկյանցի լինելը դա օրհնություն է։ Էռնեկյան հանրակրթական դպրոցը հիմնադրել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Դպրոցի շենքը կառուցվել է արգենտինահայ գործարար եւ բարերար Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ եւ կրում է նրա անունը։ Ներկաներին ողջունեց ու շրջանավարտներին շնորհավորեց Կոնվերսբանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ Կարեն Մարտիրոսյանը։ Նա աշակերտների հետ հանդիպել զրուցել է մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում։ Կոնվերսբանկում Էռնեկյան դպրոցի աշակերտների անունով հաշիվ է բացվում։ Յուրաքանչյուր տարի այդ հաշվին ավելանում է $100։ Այդ գումարը նախատեսված է շրջանավարտների կրթական ծախսերի համար։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից 11 տարեկան հայ տղաների եւ աղջիկների ընդունելություն գրավոր թեստերի եւ հարցազրույցի միջոցով։ Գրավոր թեստերը մայրենի, հայրենագիտություն, մաթեմատիկա եւ անգլերեն առարկաներից են։ Ուսման, կեցության, սննդի, հագուստի, բժշկության եւ ուղևորության ծախսերը հոգում է մարդասիրական ճեմարանը։ Ընդունելության համար պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը.
անձնագիր առնվազն 3 տարվա վավերականությամբ, դպրոցի վիճակացույց եւ տեղեկանք, բժշկական տեղեկանք, ծնողի կամ խնամակալի կողմից լիազորագիր վավերացված նոտարի կողմից, 4 լուսանկար, մկրտության վկայական, սոցիալական տեղեկատվության մասին զեկուցագիր ծնողների կողմից։ Դիմումներն ու բոլոր փաստաթղթերը սքանավորել եւ մինչեւ 2025 թվականի հունիսի 10-ը լուսանկարի թվային տարբերակի հետ էլեկտրոնային փոստով ուղարկել էկրանին գրված հասցեին, նշելով դիմորդի անունը եւ ազգանունը։